Սիրելի հավատագիցներ, սիրելի այրորդիներ, ողջունենք ձեզ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով։ Ողջունենք նաև բոլոր անոնք, որոնք գետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN.TV միջոցով։ Ուր որեք Աստված օրհնե ձեզ։ Առողջ բահե, հավատքով բահե։ Մեր պաշտամունքները կշարունակվին ամեն գիրագի 9 քառորդ անցած անգլերեն լեզվով պաշտամունք 11-ին հայերեն լեզվով պաշտամունք կանք եւ միասին դերը պաշտենք մեծարենք։ Այս շաբաթ օր մեր երդասարտները ունին հատուկ ծրագիրը գոչվի Ladies Tea Party։ Եվ հիմնական նպատակը, որ քիչը fundraising են իրենց ծրագիրներուն համար, հետևաբար պիտի խնդրեմ անպայման քաչալերողը լակ այս ծրագրին շաբաթ օր դոմսով թիկետով է մարհամասնությունները Լիլին հոսել, Լիլին գրնացեզ եսել, գրնակ նաև Ալինային դեսնել այսօր պաշտամունքեն ետ գրնայինք նալցեզի մարհամասնություններ տալ, գրնակ Ժակլինին հետ կապ բահել, բայց ամեն քնով, աղոտքով, քաչալերությամբ մասնագից դարձեք շաբաթ օրվա մեր երդասարտներուն այս հատուկ թեյասեղանի եւ այլ ծրագիրներուն։ Իսկ եկող գիրագի գանցադառնանք մեր շրջանավարտներուն Graduation Sunday, հետևաբար անոնք, որոնք շրջանավարտ եղան, ունիք զավակներ, թորներ, հաջեցեք ծեր անունները դալ, որպես եկող գիրագի առաջ ասված Բաշտոնապես անցադառնանք մեր շրջանավարտներուն։ Անոր մույս գիրագին դերգամի գունենանք հայրերու օր։ Առավոտ ժամը 9:30-ին նախաճաշ, ժամը 11-ին պաշտամունք, ուր գունենանք անգլերեն եւ հայերեն լեզվով պատգամներ։ Աստծո խոսքը գսե պատվե ծնողքդ հայր եւ մայր։ Մայրերուն պատվեցինք անցնող ամիս։ Այս ամիս կպատվենք մեր հայրերը եւ չմոռնանք պատվել մեր երկնավոր հայրը։ Ոչ թե դարին մեկ անգամ, ամեն օր միշտ։ Եւ յանկապրս երդասարտ զույգերու ծրագիր ամսվա վերջի գիրագին ասի 20-30 զույգերն են, որոնք հավաք խմբվին ժամը 10-ին սերդելու հատուկ իրենց հարմար նյութեր։ Աղոթող եղեք եկեղեցին համար։ Աղոթող եղեք եւ դերը ինք հավատացիմ է։ Գուզեմ նաեւ դերեկացնել մեր քույրերեն Օֆելիա Թորոսյան իդերն ընչեց եւ իր խաղաղությունը դերի պիտի ունենա հունիս 15 երկուշաբթի առավոտ ժամը 9-ին եկեղեցին մեջ ժամը 10:30 Ֆորեսլոն, իսկ ժամը 12-ին հիշադակի ջաշ Գյումրի ջաշարան Valley Glen։ Թողդերը Սուրբ Օգյով այցել է մխիթար է եւ զորացն է։ Սելներ Բողոս Արաքյալ հռոմեացիներ ուղված նամակին մեջ գսե Գաղաչեմ ձեզ եղբայրներ Աստուծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընձայեք կենդանի զոհմը Սուրբ Աստուծո հաճելի, որը ձեր փանավոր պաշտոնն է։ Եվ մի գերբարանիկ այս աշխարհին գերբարանքով։ Անցնող գիրագի անցադարձանք մի գերբարանիկ աշխարհին գերբարանքով, որովհետև աշխարհը գաղաբար ունի եւ գուզեմ մենք այդ գաղաբարին մեջ մտնենք։ Բայց Բողոս Արաքյալ գշարունակի, հապա, ձեր մտքին նորոգությունով նորոգվեցեք։ Հունարեն բնակրին մեջ նորոգվեցեք բառին թարգմանությունն է փոխագերբվեցեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստուծո կամքը բառի հաճելի եւ կատարյալ։ Ուրեմն փոխագերբվել կնշանակե թե ներսեն դուրս փոփոխությունը լա։ Գերբարանիլը դուրսի աստեցությունն է,
գաստվինք դուրսեն եւ գսկսինք անոնց նմանելալ։ Գերբարանա փոխվիլը մեջեն գփոխվիս ուրիշանց կլաս։ Գիտեք, Բողոս Արաքյալ չսեր զարդարվեցեք, այսինքն արդակինը փայլեցուցեք, զարդարեցեք, գսե փոխագերբվեցեք, մեջեն փոխվեցեք։ Եվ իրականության մեջ դարբերություն կա զարդարանքի եւ փոխագերբության միջև։ Զարդարանքը դուրսեն գփոխե, գփայլեցնես, ամեն ինչ գեղեցիկ է, բայց ներսը այդպես չէ։ Փոխագերբիլը հագարակն է, ներսեն գփայլի եւ այդ փայլքը դուրս գելը։ Ինչպես գիտեք, գրնանք հին դունը ներգել, գեղեցկացնել։ Բայց եթե դունին հիմքը ջեղկված է, դունը գպլի, որքան որ գեղեցիկ լա։ Եվ գամ գրնանք շիշիմը վրա նոր բիդակ մփայլ, լեյբլ մփակցնել, բայց ներսը շիշին մեջ թույն գա։ Բիդակը լեյբլը չի փոխեր բառնագությունը մեջին։ Գրնանք նաև հոգևոր գրոնական բարեր գործածել։ Գրնանք գրոնական ծրագիրներու ներկալալ։ Գրնանք գրոնական սովորություններ սորվիլ։ Բայց եթե անցին սիրտը չփոխվի, հոգին դագավին շղթայված կմնա։ Ուրեմն Բողոս Արաքյալ չսեր մի գերբարանիկ աշխատին այլ ավելի գրոնասեր դարձեք, այդպես չսեր։ Բողոս Արաքյալ գսե փոխագերբվեցեք։ Ներսեն դուրս փոխվեցեք, նորոգվեցեք։ Ուրեմն առաջին փոխագերբությունը Աստուծո գործն է ներսեն դուրս։ Եվ այս բառը փոփոխություն կնշանակի, այսինքն ցեվացնել չէ, արդակին բատգերը գարավարել չէ, վարմունքի փոփոխություն միայն չէ, այլ հոգևոր գեղեցկություն։ Աստուծո գործ գփոխե մարդը։ Ինչպես որ դեր Հիսուս Նիկոդիմոսին ասավ, պետք է վերստին ձնիս։ Ուրեմն վարմունքեն ավելի է այս նյութը, ավելի խորունգ է։ Սելներ մեղավոր անձը միայն ուսուցման գարիք չունի, վերածնունդի գարիք ունի։ Մեղավորը միայն լավ սովորություններու գարիք չունի, նոր սրդի գարիք ունի։ Միայն ներշնչումի գարիք չունի, հարության կյանքի գարիք ունի։ Գիտեք, աստվածաբանական օրեն քրիստոնեական կյանքը գսկսի վերածնունդով։ Աստված նոր կյանք կուտա։ Եվ այդ նոր կյանքը քրիստոնեացումը եւ քրիստոնեական կյանքը գշարունակվի աճելով հավատքի կյանքին մեջ դեպի սրբացումի։ Եվ Աստված աստիճանաբար մեզ կնմանցնե դեր Հիսուս Քրիստոսի։ Այսինքն վերածնունդը ծնունդ է իրականության մեջ։ Եվ հավատացյալը կանչված է սրբության աճին մեջ։ Կյանքի ընթացք։ Գիտեք, օրինակ առնենք Թիթեռնիկը։ Թիթեռնիկը նախքան Թիթեռնիկը լա թրթուր կգոչվի։ Այդ մանը որդն է, որ վերջը Թիթեռնիկը լա։ Ուրեմն այս թրթուրը Թիթեռնիկ չի դառնար արդակին զարդարանքով։ Այսի մեկը թևեր չի փակցներ վրան, որովհետեւ Թիթեռնիկը լա։ Ոչ ալ մեկը գներգե, որովհետեւ կունավորը լա։ Փոփոխությունը մեջեն է, գամած կփոխվի եւ կմեսնա։ Աստված նույնը գնա քրիստոնյային։ Աստված մեզի միայն գրոնական երևույթ, արտաքին երևույթ չի դար։ Աստված մեզ նոր գնե, նոր կդարձնե։ Եվ այս փոխագերբությունը մտքի նորոգությամբ կլա։
Բողոս արաքյալ գսե ծեր մտքին նորոգությունով նորոգվեցեք, փոխագերբվեցեք։ Իրականության մեջ նորոգության կամ փոխագերբության բادرազմի տաշտը միտքն է։ Այսինքն, ինչ բանի մասին որ կմտածես, որքան շատ մտածես բանի վրա, կձևավորվի թե ինչ կսիրես։ Ինչ բան կսիրես, կձևավորե թե ինչ կընտրես։ Եվ ինչ բան կընտրես, կձևավորե թե ով կդառնաս։ Գիտեք, շատերու հանդիպած եմ, որ ինձ ասած են, բայց ես իմ գուզեմ կյանքս փոխված տեսնել։ Շատ լավ։ Բայց միևնույն ադեն, նույն միտքը կբահեն և կշարունակեն այդ նույն միտքը սնուցանել, գերակրել։ Այսինքն, օրինակ, խաղաղություն կուզեն, բայց մտահոգություն կգերակրեն։ Սրբություն կուզեն, բայց ցանկություն կգերակրեն։ Հավատ կուզեն, բայց վախ կգերակրեն։ Բավարարություն կամ կողունակություն կուզեն, մյուս կողմը համեմատություն կգերակրեն։ Ուրախություն կուզեն, բայց թարնություն, նախանց, գրիվ։ Լավ ինչպես կողքովի պիտի փերեն։ Կուզեմ փոխվածը լալ, բայց կուզեմ հին անձը մնալ։ Բողոս արաքյալ գսե միտքը պետք է նորոգվի։ Միտքը պետք է նորոգվի, պետք է փոխագերբվի։ Սելներ մեղքը գխավարեցնե մարդուն միտքը։ Մեղքը միայն բարոյական ապստամբություն չէ, մեղքը դեսողության խեղաթյուրում։ Մեղքը գծկե, որ մենք սխալ մտածենք։ Սխալ մտածմունք ունենանք Աստուծո մասին, մեր մասին, ուրիշներու մասին, աշխարհի մասին։ Օրինակ, ըստրգությունը ազատություն կգոչվի։ Հբարդությունը վստահություն կգոչվի։ Ակահությունը փառասիրություն կգոչվի։ Ցանկությունը սեր կգոչվի։ Վրեժխնդրությունը արդարություն կգոչվի։ Հանգիստը խաղաղություն կգոչվի։ Իսկ միայն Աստուծո խոսքը ավետարանն է, որ մարդ առածի միտքը գնորոք է ճշմարտությունը վերականգնելով։ Եվ Աստծո խոսքը իսկական ճշմարտությունն է։ Գիտեք, դեռ Հիսուս աշակերտներուն համար, հետևորդներուն համար աղոթեց Հովաննու 17-ին մեջ ասավ. «Սրբես անուն քու ճշմարտությունովդ, քու խոսքը ճշմարտություն է»։ Եվ Սաղմոս, առաջին Սաղմոսին մեջ կտեսնենք, երանելի մարդը կնկարագրվի որպես մեկը, որ Աստուծո օրենքին կհաճի, ցերեկ գիշեր անոր վրա կխոսի։ Սելներ Աստվածաշունչ ուրեմն միայն դեղեցումը չէ, գծևավոր է մարդարածը։ Ոչ թե միայն գսորվեցնե, այլ նաև գարաշնորթե ինչ բանի պետք է հավատանք։ Ինչպես կտեսնենք մեր շրջապատը, ինչպես գապրինք։ Գիտեք, պատկերացրեք ագնոց ծրացենք և ագնոցի ապագիները աղդոդած է։ Գտնես, ամեն բան սխալ կտեսնես, աղդոդ վիճակը կտեսնես։ Հարցը աշխարհը չէ, հարցը ապագիները չէ մաքրված։ Ապագին պետք է մաքրվի, որպեսզի շիտա կտեսնենք։ Շատեր այս փորձության մեջ կինան։ Ներքին դեսողությունը աղդոդած բաճար հբարտություն, վախ, թարնություն, ցանկություն, անձնասիրություն, երբ լեցված ենք այսպես չենք կրնա շիտա գտեսնել։ Գտեսնենք ինչ որ մեր մեջն է։ Եվ Աստծո խոսքը գմաքրե այդ ապագին։
Եվ գոգնե որ զասված հստակ տեսնենք, մարդը անցեր անգերձորեն տեսնենք, աշխարհը ճշմարտապես տեսնենք եւ հավիտենական կյանքը ճիշտ ուղղությամբ տեսնենք։ Եվ այս գլա եւ Սուրբ Հոգին գնորոք է մեզ, գնորոք է մեր միտքը Աստուծո խոսքին միջոցով։ Սերներ Աստծո խոսքը ճշմարտությունը գուտա, Սուրբ Հոգին կյանքը գուտա։ Խոսքը սուրն է, Սուրբ Հոգին զայն գործածե։ Խոսքն է որ ցույց կտա մեզ Տեր Հիսուս Քրիստոս եւ Սուրբ Հոգին Քրիստոսը գծեվավորե մեր մեջ։ Ուրեմն նորոգված միտքը գսորվի Աստուծո կամքը զանազանել։ Աստուծո բարի, հաճելի եւ գադարյալ կամքը։ Գիտեք շատեր ամեն մարդ ես տուն ամեն մեկս Աստուծո կամքը գուզենք, բայց շատեր Աստուծո կամքը գուզեն GPS-ի նման։ Ինչպես։ Դեր ըսե ուր երթամ։ Ըսե որ մեկ կորցը ընեմ։ Ըսե որ անցին հետ ամուսնանամ։ Ըսե ինչ որոշում առնեմ։ GPS։ Այս ինչ դեղը կնա, այս ինչ դեղը պեր։ Կարևոր հարցումներ են։ Բայց Պողոս Արաքյալ ավելի խորհուրդ դերեն կսկսի։ Գսե թե Աստուծո կամքը զանազանելը գփխի նորոգված անց դառնալն է։ Այսինքն նորոգված միտքը կսկսի ուրիշ հարցումներ հարցնել։ Ոչ թե միայն ես ինչ կուզեմ, այլ ինչ բանը զաստված կփարավորե։ Ոչ միայն ինչ է ամենաթյուրինը, այլ ինչն է հավատարիմը։ Ոչ միայն մարդիկ ինչ պիտի մտածեն, այլ ինչ բանը Քրիստոսի հաճելի է։ Ոչ միայն ինչը հիմա օգուտ ունի ինձի։ Գիտեք, այսօրվա աշխարհին մեջ ամեն բան կգավի անցին, եթե շահ ունիմ, կշարունակեմ, անձնական շահ ունիմ, կշարունակեմ, չունիմ, կկաշվիմ։ Փոխված միտքը կսկսի ասել ինչ բանը հավիտենական արժեք ունի։ Ոչ թե ժամանակավոր, հավիտենական։ Գիտեք, դուն եկամ մեկ ինքնաշարժին մեջ երբ ցայնասպյուր կփանակ, ռադիոն կփանակ, գայանին 4 կողմը տարբեր գայաններ երաժշտություն կլա, բայց եթե ալիքը չես ծրած երաժշտության վրա, խշշոց կլսես, երաժշտություն չես լսել։ Նորոգված միտքը մեր հոգին շիդակ ալիքի վրա գտնե, որպեսզի անձը լսե, սիրե եւ ապրի Աստուծո ցայն, շիդակ ուղղությամբ։ Սերներ, այս բոլորը դեսական չէ, իրական շոշափելի գտարնա մարդ արածի կյանքին մեջ։ Այսինքն կորզնական։ Հռոմեացիս նամակին 1-2 10-րդ գլուխին առաջին 2 համարներն ետքը գտեսնենք Պողոս Արաքյալ գշարունակե կորզնական ուղղությամբ։ Այսինքն երբ անցումը նորոգված միտք ունի, գտեսնենք խոնարհություն, գտեսնենք ծառայություն, գտեսնենք անգերցեր, գտեսնենք չարը ադել, գտեսնենք ուրիշը բադվել, գտեսնենք ուրախացողին հետ ուրախանալ, լացողին հետ լալ, խաղաղությամբ ապրիլ, վրեժ խնդրութենե հրաժարիլ եւ չարին բարիով հաղթել։ Ուրեմն իմացական բամը չէ, գործնական բամն է եւ փոխված անձը լման դարբեր անձ մգլա։ Գիտեք, թեյի դոբրակ մարնենք, թեյ եթե պիտի խմենք, բոլորս գիտենք, թե այդ թեյի դոբրակը դակ ջուրին մեջ պետք է տնենք, որպեսզի թեյ լա։ Եթե ոչ, թեյ չլա։
կյանքի ջնշումները գահիտնեն թե մեր ներսիտին ինչ կա։ Այսինքն երբ մեկը քեզ վիրավոր է, ինչ դուրս կուկա։ Երբ ծրագիրներդ խանգարվին, ինչ դուրս կուկա։ Երբ տրամական նեղություն ունիս, ինչ դուրս կուկա։ Երբ քննադատեն քեզ, ինչ դուրս կուկա։ Երբ հուսախաբը լաս, ինչ դուրս կուկա։ Ուրեմն փոխագերբություն չի նշանակեր կյանքի ջնշումները անհետանալ, ոչ։ Փոխագերբություն կնշանակե թե որ կյանքի ամենօրյա ջնշումներուն տակ դեր Հիսուս Քրիստոս կսկսի դուրս գալ։ Նոր անձը դուրս կգա։ Փոխված անձը դուրս կգա։ Եզրակացնենք։ Քրիստոնեական կյանքը անշարժ կյանք չէ։ Այսինքն, ես հավատացյալ եմ, իմ սենյակիս մեջ հանգիստ եմ, ինձ ինչ այլևս աշխարհ։ Գիտեմ, որ Աստուծո աջ կողմը պիտի նստիմ։ Այս չէ քրիստոնեական կյանք։ Երկու ուղղություն կա։ Կամ աշխարհին նման գլանք, աշխարհի գաղափարին մեջ կմտնենք, կսկսենք աշխարհի ուղղությամբ քալել եւ կամ կփոխագերբվենք Աստծուով եւ կսկսենք դարբեր անցնել Սուրբ Հոգիի նորոգությամբ։ Ուրեմն սիրելի քույրեր եղբայրներ, Պողոս առաքյալի թելադրությունը շատ հստակ։ Մի գերբարանիկ աշխարհին Աստված ձեզ գնորոքե գերբարանափոխե Քրիստոսի պատկերին։ Աշխարհը դուրսեն ներս գերբարանափոխե, բայց Աստված ներսեն դուրս գփոխագերբե։ Աշխարհ գուզե որ իրեն նմանիս։ Աստված գուզե իր որդիին նմանցնել։ Եվ երբ Աստված անցմը գփոխե, գփոխագերբե, նոր գնե, Աստված այդ անցին միջոցով կսկսի փոխագերբել ընտանիքը, եկեղեցիմը, շրջապատը, միջավայրը, համայնքը, ուրեմն մի գերբարանիկ այս աշխարհին գերբարանքով, այլ նորոգվեցեք, փոխագերբվեցեք եւ մի ասեք աշխարհի աստեցությունը զորավոր է։ Քրիստոսի Սուրբ Հոգին ավելի զորավոր է։ Քրիստոսի Սուրբ Հոգին երբ այո գսենք, ինքնաբերաբար մույսին ոչ գսենք։ Թող դեռ այս հավատքով հաստատ բահեմես, հավատարիմ բահեմես եւ օրհնելով օրհնեցես իր փառքին համար։ Ամեն։ Այս հավատքով պիտի մոտենանք Տերոջ Սուրբ Սեղանին, գրավիրենք մեր եղբայրները, որպեսզի առջև կան, որպեսզի Սուրբ Սեղանին մասնագիծ դառնանք։ Սերլեր մերտելը վերջին ընթրիկը գները շագերտելուն հետ և գսե այս ռեգզիս հիշելու համար։ Հիշել ոչ թե բարձաբես հիշել դեր Հիսուս, հիշել դեր Հիսուսի խաչին վրա իր կյանքը դալը, իմ և քու մեղքելու թողության փրկության համար։ Հավիտենական կյանքի թղթեր բացավ իր խաչին վրա իր կյանքը դալով։ Այս հավատքով գրավիրենք ձեզ Տերոջ Սուրբ Սեղանին մոտենալ։ Ինքն է
սեղանին դեր։ Եվ գսե եկեք ինձի բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ։ Եկեք խոստովանանքով, ապաշխարությամբ, սուրբ կյանք ապրելու մտածությամբ եկեք։ Եվ ես ցեզի հանգստություն կտամ։ Գրավիրեմ ցեզ դերոց սեղանի մոդենալու, անոնք որոնք գփափակին դերոց սեղանի մոդենալու թող բարաջին ոտքի ելել։ Մեր դեր մեր Աստվածը շնորհակալ ենք քեզ մե, որ կյանքը դվիր խաչին վրա։ Շնորհակալ ենք գոծած մարմնի թափած արյանտ, որու շնորհքով նոր հաղթական հավիտենական կյանք կունենանք։ Խոստովանանքով գուքանքով դեր ները մաքրե սրբե մեզ։ Ները մեզ եթե մեր աչքերը սխալ ուղղության մեջ են, ները մեզ եթե մեր ոտքերը սխալ ջամփու մեջ են, ները մեզ եթե մեր ձեռքերը անձնասիրությամբ կգործածենք, ները մեզ եթե մեր ականջները շիդագը գլսեն, բայց կկոցենք, սխալին կհետևենք, ները մեզ եթե մեր սիրտը գամած գթուլնա, աշխարհի գաղաբարին մեջ մտնելով, ները մեզ օգտեր, թող Սուրբ Հոգի դիրողը լամեր կյանքերեն ներս, փոխագերբվին քեզի նման, եւ ապրին քեզի վայել, վկայությամբ լեցուն հաղթական կյանք, ով դեր քու գամքդ օրհնյալ դեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Մեր Տերը մատնված գիշերը հացը գարնե կգցե եւ գսե քահանալի հետ այսե մարմինս կոդրված խաչի վրա այսօր եք զիս հիշելու համար եւ ապա բաժակը գարնե քահանա եւ գսե այսօր եք զիս հիշելու համար որովհետեւ այս նոր ուխտ է իմ արնովս այսօր եք զիս հիշելու համար աղոթենք մեր Տերը մեր Աստվածը երախտաբար դենք շնորհակալ ենք գոծած մարմնի թափած արյանտ որը շնորհքով նոր հաղթական հավիտենական կյանք գունենա բոլոր այն անձեր որոնք կհավատան եւ կընդունին քեզ դեր եւ փրկիչ դեր մեր ժողովուրդը քեզի հանձնած մինչ մասնագից կդառնան քու սուրբ մարմնիդ եւ արինիդ նորոգե օգնե եւ հավատքի մեջ հաստատ բայ դեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն
Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի մարմինը գոդրված խաչին վրա իմ եւ քու մեղքեր ու թողության փրկության համար միասնաբար Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի արյունը թափված խաչին վրա իմ եւ քու մեղքեր ու թողության փրկության համար միասնաբար Տեր Աստված շնորհակալ ենք քու սուրբ սեղանիդ անարժանապար մասնագիծ դարձանք գաղութենք ով դեր եւ մեր ժողովուրդը քեզի հանձնած գաղաչեն բահե պաշտպանե չարեն փորձանքներեն հիվանդություններեն նեղություններեն դակնապներեն եւ օգնե հավատքին մեջ հաստատ մնալու հավատարիմ մնալու օրհնե յուրաքանչյուր անձ յուրաքանչյուր ընտանիք եւ բահաբան ռեշտակներդ ուղեգիցը լան անփորձանք անվտանգ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն Մեր դերոց սորվեցուցած աղոթքը միասնաբար գաղութենք Զիքոյ արքայություն, զորություն եւ փառք հավիտյանս ամեն Եվ ինք խաղաղության Աստվածը ցեզ բոլորովին սուրբն է ու ձեր հոգին մարմինն ու շունչը անառատ բահվին մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալուադենը ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը, ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ, ամենագալն Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի բահե եւ պաշտպանե ձեզ, հիմա եւ միշտ հավիտյանս։ Ամեն։